Սասնա ծռեր, Դ հատոր, Դ պատում, Դավթի կռիվը, Վիպասաց Նունո Սահակյան, Գրառող Հարություն Ավչյան, 1939 թվական, Թալին, Դիան։ Մեծ մհեր։ Սասունը սուքեց Սանասարը, Սանասարին երկու տղա ելավ, մեծ տղի անուն տրին մհեր, Մեգալ է Օվան։ Մհեր մեծցավ եղավ խորտ, Արջին հաղ բերթմ սուքեց Սասնա Շեգոդան Սարի գլող, Ընդեղ լե սուքեց Մարաթուկ։ Կրնեբրիվ պանցր Սարու գլող լսուքեց Աստվածածին։ Մհեր Սասնու բերթ Աստվածածին սուքեց, Ելավ գնաց Դիարբաքր, Վանքմ լե Դիարբաքր սուքեց։ Դարձավ լը եկավ Սասուն, Ըտեղ մհեր պսակվավ։ Կնոջանուն մորցերիմ։ Մհեր չեր ուզի ժողովուրդ գդրեր, գռիվ չեր ուզի։ Արդե մեկ ուրիշ տերութեն կշերիգեր Սասնու օրեն, Այդ վաղտ մհեր անուր առաջ գելներ գգրվեր։ Մսրա մելիք մերավ, Անուր գնի գանժարանք մնաց։ Օրըմը ջուղապ ջամփեց մհերուն գանչե ծրխեջ, ասեց, արիեմ խեչ, զիրար խբրինք։ Ջուղաբր խասավ մհերուն, մհեր գնաց խեչ Սասնամելիքի գնգան, հարցուց գնգա մոտեն ասից, ինչ հմարիս գանչիզիս, մելիքի գնգասից էգու սիրիմս քզի։ Էլեն մեկ էլ չեմ ասա ամոտը։ Մհեր քանիմ վաղտ ընդե մնաց, դարձավ եկավ զուրտուն։ Մսրա մելքի գնգելավ երկու հոգով։ Ինն ամիս ինն օր ինն տաղյար թմամ եղավ, տղամը բերեց, անուն տրեցին մելիք։ Մսրա մելքի գնակ տղան բերեց, մեր ասացինք նուրին, ես դինչ հարի, մսրատուն շենցուցի, զիմտուն ավրցուցի։ Հետտա մհերր գոլարդեր կնակ երկու հոգով էր, մհեր մերավ, Դավիթ ելավ, Դավիթ ելավ, մերլը մերավ, Դավիթ մնաց սևի։